Ես սիրում եմ, ես ապրում, ես ափսոսում եմ, ես հպարտանում եմ, ես կարող եմ, ես արտասվում եմ, ես չեմ լինի։ Ես կուզեի դառնալ ես։ Երբ անընդհատ մտածում ես եսի մասին, հա, ու հայտարարում ես ես, շարունակ չես հասկանում, որտեղից է ինքը սկսվում, որտեղ է վերջանում, ինչքան մարդ է քեզ ճանաչում, ու երբ կարելի է ասել ես, ու ես ինչ ասել, ով եմ, ծնվել եմ, աշխատում եմ, այս դեպքում ես, դու ինչպես կշարունակեիր ես։ Ես մարդ եմ, ես հայ եմ, դա շատ կոնկրետ է, ես կին եմ, դա էլ է հստակ, ես շատ ինտրովերտ եմ, բայց ահավոր կոլեկտիվի զգացողությամբ մեկն եմ, միևնույն ժամանակ, շատ հակասական, ինչպես յուրաքանչյուր հայ, և միևնույն ժամանակ շատ ապրումակցող, ինչպիսին ենթադրում եմ պետք է, որ լինի մարդը։ Ես կարողանում եմ տարժալուծվել ուրիշի եսի մեջ և շատ դեպքերում ունենում եմ նաև չափազանց ընդգծված ես, որը երևի երբեմն խանգարում է տարբեր մարդկանց, որոնք չեն կարծում, որ դու պիտի այդքան արտահայտված լինես։ Խառնեմ, ես։ Այսօր շատ եսեր են հնչելու, երևի մեկ տարվա ընթացքում այդքան ես չասենք, ինչքան այս 25 րոպեի ընթացքում։ Ես սիրում եմ։ Ես շատ սիրում եմ ապրել։ Ես սիրում եմ ծովը։ Ես սիրում եմ ծովը ապրելու պես, այսինքն դա իմ հիմնական սերն է։ I like to be on the sea։ Լրիվ, ես երևի ծնվել եմ անցյալ բոլոր հնարավոր կյանքերում ծովային ինչ-որ մի կերպարով, հետո երևի ինձնից խլել են, որովհետև ինչ-որ բան սխալ եմ արել, որովհետև ամեն ինչ իմ կյանքում ճիշտ է, բացի նրանից, որ ես չեմ ծնվել ծովային երկրում։ Կամ մենք Հայաստանում չունենք ծով, այդ երկու հարցերը իրար հետ չեն համակցվում ու ես շատ սիրում եմ իմ մարդկանց, նրանք տարբեր են, ընկերներն են, սիրած մարդն է, ընտանիքս է, քույրերս ու երբ որ ասում եմ սիրում եմ, դա չի նշանակում, որ ես ուզում եմ, որ նրանք լինեն ինձ նման։ Ես այդ հարցում եսա կենտրոն չեմ բոլորովին։ Ես սիրում եմ, որովհետև նրանք կան ու հենց այդպիսին են։ Ու ամեն անգամ ընդգծում են ինչ-որ յուրահատկություն իրենց գոյությամբ ու ես այդ շատ եմ սիրում։ Ես շատ սիրում եմ Երևանը, երբ հաշտ է իր հետ, իսկ հիմա Երևանը հաշտ չի իր հետ։ Ես շատ եմ սիրում Հայաստանը, երբ այն ամբողջական է Արցախով հանդերձ։ Ես շատ սիրում եմ Արցախը և չեմ սիրում խոսել նրա մասին անցյալ ժամանակով։ Ես շատ սիրում եմ իմ ծնողներին, էլի չեմ սիրում խոսել անցյալ ժամանակով։ Եվ այս ամենի հանրագումարում ես շատ սիրում էի կարդալ ու սիրում եմ կարդալ, բայց հիմա դա դժվար է ինձ տրվում, որովհետև զբաղված եմ ինչ-որ անիմաստ գործերով։ Ու ծովն ու ընթերցանությունը ինձ մոտ միշտ եղել են իրար հետ։ Ես չեմ սիրում։ Ես չեմ սիրում լղոզված մարդկանց։ Մամայիս խոսքն էր, ասում էր, չէր ասում վատ մարդ, չկար իր համար վատ մարդ, ասում էր լղոզված։ Ես չեմ սիրում անարժեք մարդկանց։ Ես չեմ սիրում ծուլություն, ծուլ մարդկանց, բայց հասկանում եմ նրանց։ Իսկապես հասկանում եմ։ Ես էլ ունեմ, բոլորս ունենք։ Ըստ Յունգի մենք նաև վախենում ենք այն հատկություններից, որոնք հնարավոր է ուժեղ խեղդում ենք մեր մեջ, ու ես ակնհայտորեն խեղդում եմ ծուլությունն իմ մեջ, իհարկե, որտեղ որ թողնեմ ազատություն ստանա, ու մոքուտ կտանք ոչ մեկին։ Ես չեմ սիրում վատ ուտելիք, եւ չեմ սիրում շատ զզվելի կենցաղային խոսակցություններ, ահավոր չեմ սիրում տալես բանը, որևէ որակի։ Այս պայուսակն ինչ արժիից մինչև այս փողը, որ այսքան ծախսել ենք ինչ-որ, ես այդ չեմ սիրում։ Դրանք միջոցներ են, չպետք է դառնան նպատակ։ Ու երբևէ երեխաների ուղեղի ձևավորման մեջ չպիտի լինի փողը որպես իրենց որակի կամ արժեքային համակարգ, ոչ թե որովհետև վատ բան է դրամը, չէ, շատ լավ բան է ու պետք է շատ, որպեսզի մարդը իր բոլոր հարցերը լուծի,
հոգա, բայց ոչ թե որովհետև միայն դրանով լինի իր մտածողությունը։ Ի վերջո, եթե դու անհետաքրքիր ես, ուզում ես ունենաս աշխարհի ամենամեծ փողերը, դու միևնույն է անհետաքրքիր ես, չունես երևակայություն։ Ես չեմ սիրում անհումոր եւ առանց երևակայության մարդկանց։ Հրաշալի։ Իսկ ես հիանում եմ։ Ես հիանում եմ անկախ ցավերից իրենց մեջ ուժ գտած մարդկանցով։ Ես հիանում եմ բոլոր կասկածներից այն կողմ Աստծուն ամրորեն հավատացող մարդկանցով։ Ես հիանում եմ այն հայերով, որոնք չեն նեղանում երկրից, ժողովրդից, Հայաստանից։ Ես հիանում եմ այն պատմական կերպարներով, որոնք փոխում են աշխարհը դեպի լավը։ Ես հիանում եմ ամեն օր առավոտվա ծագած արևով, աշխարհում ամենասիրուն բանն է։ Ես հիանում եմ մայրամուտով, ծովի ափին մանավանդ, եւ ես հիանում եմ իմ ծաղիկների ամեն օր ինձ ուրախացնելու կարողությամբ։ Ես ատում եմ։ Ես փորձում եմ չատել։ Դա ինձ քանդում է։ Ինձ է քանդում, ոչ թե ուրիշներին։ Բայց ամեն դեպքում ես ատում եմ անտարբերությունը։ Եթե անգամ վախից է, եթե անգամ ցավից է, եթե անգամ չիմացությունից է, ես կամ ինչ-որ դառնություն, օրինակ, պատել է քեզ։ Նայր, ես դառնացած եմ ինչպես ցանկացած հայ, նորմալ հայ։ Եվ դառնանում եմ բոլոր կորուստներից ու այն հարցերից, որոնք մնում են անպատասխան։ Բայց եթե ես սկսեմ ատել ու ատել ամբողջ իմ ուժով, որը ունեմ ու որով կարող եմ ատել, ես վստահ չեմ, որ հետո ինձ ինչ-որ մեկը հետ կբերի ու անգամ իմ խորքային հավատքը ինձ հետ կարող է չբերել։ Ու ես հիմա շատ մեծ աշխատանք եմ տանում ինձ վրա, որպեսզի չատեմ։ Չատեմ այն հային, որն իր ձեռքով ոչնչացնում է իր իսկ ունեցած վերջին հանրապետությունը։ Փորձում եմ չատել։ Ես վախենում եմ։ Այլիքը բան կա, որ մեկն ասեմ։ Առաջի երեքը։ Երևի ես դեռ վախենում եմ չհասկացված լինելուց։ Այո։ Երբեմն։ Ես վախենում եմ փնթի բաներից, գործում, ոլորտում, փողոցում, մարդկային հարաբերություններում։ Եվ ես վախենում եմ անսեր աշխարհից։ Ոչ իմ աշխարհում կա սեր ու շատ, բայց երբ շատ եմ նայում, դիտարկում, կարդում տարբեր ընտանիքների պատմություններ, տարբեր անձերի ու տեսնում եմ, որ անսեր են ապրում ու ապրում են, որովհետև կաղապարված են ու այդպես է հասարակությունը իրենց կյանքը որոշել։ Եվ այդ դրոշմի տակ իրենք այդպես դրոշմված, կաղապարված ապրում են։ Ես վախենում եմ անսեր իրականությունից, որը ի դեպ հիմա մեզնում շատ է։ Ես ուզում եմ։ Ես ուզում եմ լինել երջանիկ։ Վերջակետ։ Հրաշալի։ Իսկ ես չեմ ուզում։ Ես չեմ ուզում երբեք, որ ինձ խղճան։ Ահա, բրավո։ Ներողություն բրավոյի համար։ Ես չպետք է ցույցադրեմ իմ զգացմունքները, որովհետև շարունակ մեզ մոտ ասում են ուրիշ ոչ մի բան չեմ ուզում, գոնե մի խղճահարություն։ Վայ, չէ։ Դա վիրավորական է։ Շատ տհաճ բան է, ես չեմ սիրում, երբ ինքս ինձ եմ հանկարծ խղճում մի 5 րոպեով, դե հա լինում են նման թուլություններ, արագ ինքս ինձ են Գորինի Մյունխաուզենի հերոսի պես հանում եմ պարանոցից քաշելով, հա։ Ես չեմ սիրում ու չեմ ուզում ու չեմ ամեն ինչ անում եմ, որ երբևէ ինձ որևէ հարցում չխղճան, եւ ստանում եմ հաճախ մեղադրական, թե ինչու ցույց չես տալիս քո թույլ կողմերը։ Տեր Աստված։ Աստծո սիրուն։ Չեմ ուզում։ Ինչի՞ է թույլ կողմերի վրա ես աշխատում եմ, չէ՞, ինչու ցույց տամ, որ դուք ապրումակցեք կարծելով, որ ես ունեմ նույն խնդիրները, ինչ դուք, չէ, իմ խնդիրները շատ ավելի ծանր են ու բարդ։ Ու եթե ես դրանք ամբողջ ուժով ցույց տամ Արթուր, ես վստահ չեմ, որ մարդիկ կտանեն այդ բեռը։ Հիմա հնարավոր է մեծամիտ հնչեց, բայց ամեն մարդ իր բեռան տակ կքած է։ Ես չեմ ուզում իմ բեռը ավելացնել ուրիշի բեռան վրա, չեմ ուզում։ Դրա համար մի խղճացեք, ուրախացեք, հիացեք, նախանձեք, թաղեք, մեծարեք կամ ստորադասեք, բայց մի խղճացեք։ Ես ափսոսում եմ։ Ես ափսոսում եմ, որ 1000 ու մի հարց չեմ տվել մայրիկիս։ Հա։
Հա, քանի դեռ նա կար ու քանի դեռ ես կարող էի բոլոր իմ հարցերի պատասխանները միայն նրանից ստանալ։ Շատ եմ ափսոսում, որովհետև երևի այդքան հասուն չէի կամ մենք զբաղված էինք ես կոնկրետ իմ հարցերը ժամանակը կգա Չէ, էդ էլ չեմ մտածել, գիտես, ես չեմ թողել դա հետոյի։ Ուղղակի այդ էտապում ես չեմ հասկացել, որ ունեմ լիքը հարցեր, որոնք ուզեի տալ մեր ազգի մասին, իր հարաբերությունների, իր անցած սերերի, գուցե, իր չապրած հույզերի, որովհետև մեր մայրերն էլ չեն սիրում ցույց տալ իրենց թուլությունը, ու երևի այդ մեր մեղավորությունն է ինչ որտեղ մեր երեխաների Այդ ափսոսում եմ շատ։ Ես կարող եմ ամենականդված վիճակից ինձ կտորներով հավաքել ու դառնալ ամբողջ։ Դա արել եմ մի քանի անգամ։ Վախենում եմ բազմից բառից, բայց կարող եմ։ Ես կարող եմ շատ խորը ցավ ունեցող մարդուն, չգիտեմ ինչպես, մի հարցրեք ինչպես, ինչ որ տեղին խոսք ասելով հանել իր փոսից։ Կարող եմ։ Երբեմն հետո ես եմ մնում այդ փոսի մեջ, բայց էլի հետո ինձ հանում եմ։ Ես կարողանում եմ հավաքել բոլոր իմ խառ ընկերներին իրար գլուխ եւ հիանալի որ վայելել նրանց հետ միասին, ու ես կարողանում եմ շատ համեղ պատրաստել։ Բրավո։ Ես չեմ կարողանում։ Դժվար գտնվի, բայց ինձ թվում է կգտնվի։ Ես չեմ կարողանում մնալ անտարբեր։ Այո։ Շատ սարսափելի վատ հատկություն է, ես պետք է դրա վրա աշխատեմ։ Ես հպարտանում եմ։ Ես չեմ հպարտանում։ Ես չեմ սիրում այդ բառը։ Հպարտությունը պարտության մաս է ինձ համար։ Եվ բայց ասենք որ ինչ որ մարդկանց հետ ես հանդիպել, շփվել, սովորել։ Ինձ համար պատիվ է դա։ Հա։ Հա, ինձ համար մեծ պատիվ է։ Ես ունեմ հիանալի դասախոսներ, ունեցել եմ եւ ունեցել եմ մեծ բարեբախտություն հանրայինի տարիներից սկսած մինչև Armenia TV-ում աշխատելու տարիներին անհավանական մեծությունների հետ շփվել, առնչվել, հարցազրույց վարել, դա պատիվ է եւ մեծ պատասխանատվություն։ Հետո ես շփվել եմ համաշխարհային շատ մեծ աստղերի հետ, որոնք այնքան խոնարհ էին, այնքան համեստ էին եւ այնքան մեծ էին, որ իրենց փայլից շատ հանգիստ քեզ էին բաժին հանում առանց մտածելու, որ դու կարող ես դա սխալ գործածես։ Ու այդտեղ ես ինչի վրա հպարտանամ, որ իրենց փայլը քեզ վրա էլ է գալիս։ Դե հա, օքեյ։ Ես կուզեի դառնալ։ Ես կուզեի դառնալ սերֆինգիստ։ Ես կուզեի լինել ճարտարապետ։ Այո։ Այդ հասում եմ, բայց երևի էլ չեմ ուզում այդքան, այն ժամանակ էի ուզում, տարիներ առաջ։ Հիմա ուզում եմ ամեն ինչ, ինչը ծովի մասին է։ Սերֆինգիստ։ Ես կուզեի չվախենալ, թռնել ալիքներին, Չէ, չեմ վախենում, ոչ մի բան, չէ, ծովի հետ կապված ոչինչ ինձ չի վախեցնում։ Ծովի ներսում, ծովի վերևում, ծովի կողքին, չվախենալ թռնել օդապարիկից, բանով, պարաշուտով։ Ես կուզեի ճաշել, եւ այստեղ կարելի է ողջ մեր իմացիալ քաղաքակրթական դաշտը 3 հոգու սահմանում ում հետ մեր թվարկությունից առաջ Ես հաստատ չէի ուզի ճաշել Տիգրան Մեծի հետ, ես ուրիշ հերոսների անուններ գիտեմ լիքը։ Ես կուզեի ճաշել Նարեկացու հետ։ Ենթադրում եմ դա կլիներ վանական զուսպ ճաշ պահոց շրջանում, ու ես կվայելեի այդ ճաշը, դա իսկական կլիներ բան։ Ես չէի ուզի ճաշել Հիսուս Քրիստոսի հետ, մեր Տեր, որովհետև ես չէի ունենա այդ համարձակությունը, նույնիսկ մոտ կանգնելու նրան, էլ ուր մնաց հետը ճաշելու, այդքան ինձ համարձակություն չէի, եթե պատմական բանով էլի նայենք, այդ չէի կարողանա, արժանի չէի լինի ոչ այն ժամանակ, ոչ հիմա, ոչ երբևէ։ Բայց ինչքան անարժանները կային կողքերը։ Ամեն մարդ ինքն է որոշում, բայց Նարեկացու հետ այդ մի քիչ համարձակությունս կհավաքեի, հա, կուզեի ճաշել, շատ կուզեի ճաշել մայրիկիս հետ, որ տայի նրան այդ հարցերը։ Մամաս էլ պատմական պերսոնաժ է, իր ամբողջ ապրած կյանքով, իր իշխանազուն ծագմամբ, իր 1000 ու մի հարցեր կային։ Ես շատ կուզեի ճաշել, դե անսպասելի բան եմ ասում, կամ Նժդեհի կամ Անդրանիկի հետ, նայ, զորաբար։ Այո։ Երկու շատ տարբեր պերսոնաժներ են, հա։ Բայց ունեն մի հետաքրքիր ամենաէական տարբերությունը։
իմ ամբողջ արգանքով հանդերձ Զորավար Անդրանիկը ինչ որ մի պահի նեղացավ հայ ժողովրդից։ Եվ ես նրան հասկանում եմ հիմա։ Ով չէր նեղանա։ Դե հիմա մենք բոլորս ամեն մեկս մեր մեջ նույն հայ ժողովրդի մի մասնիկը լինելով մեզ վրա աշխատում ենք, որ չնեղանանք, ինքնես մեզ վրա։ Բայց Նժդեհը չնեղացավ։ Ընդ որում Նժդեհի նկատմամբ շատ ավելի վատ վարվեցին, պատմական բոլոր իմաստներով։ Ու ես կուզեի ճաշել նրանց հետ երկուսի հետ, ասենց ասեմ, հարցազրույց ճաշ տարբերակով։ Էդ հա, շատ կուզեի։ Շատ հետաքրքիր է։ Կներեք, որ կանանց անուններ չտվեցի, մի տեսակ երևի ես նրանց հասկանում եմ դրա համար։ Իսկ հիմա պետք է գանք բուն հարցին, որը եսով չէ, բայց ինձ համար տղամարդը ու շարունակել։ Հումորովն է, զրնգուն ծիծաղովը, ինձ համար տղամարդը լսող մեկն է, ենթարկվող չէ, լսող, որը ունի լսելու կարողություն։ Ընդ որում լսում է ոչ թե երբ դու խոսում ես, այլ դու չես ասում եւ նա գիտի ու լսում է։ Ինձ համար տղամարդը լավ հարց տվողն է, ցանկալի է իհարկե ճաշակովը ու նրբանկատ մարդը։ Ասում են, որ կանայք են նրբանկատ, բայց այդպես չի։ Իրական նրբանկատը տղամարդիկ են։ Կանայք էմոցիոնալ են եւ այնքան են մանրուքների հետևից ընկնում, որ երբեմն մոլորվում են։ Իսկ տղամարդիկ ունեն մեծ երկարաժամկետ տեսլական եւ այդ տեսլականի մեջ երբեմն կանգ են առնում ու այդ իրենց նրբանկատության կանգառներն են։ Ու դա ես շատ գնահատում եմ իսկական տղամարդու մեջ։ Ես երազում եմ։ Ես երազում եմ տեսնել Արցախը հայկական։ Վերջ։ Ես չեմ մոռանա։ Ես իհարկե չեմ մոռանա կորստի ցավը։ Լինի մարդ, սիրելի, հայրենիք, հող, պատմական իրականություն, իրողություն եւ այն ամենը, ինչը մեզնից ամեն օր տանում են ամեն վարքյան։ Ես դա երբեք չեմ մոռանա։ Ես չեմ ների։ Ես չեմ ների հայից հայկականության գողությունը, որի մեջ հայրենիքն է, որի մեջ գրականությունն է, մշակութային ժառանգությունն է, իմ համն ու հոտն է, իմ երաժշտությունն է, Կոմիտասից մինչև միջնադար, այրիվանեցի, այսինքն ես դա չեմ ների։ Ես արտասվել եմ։ Այնքան, որ մեկ-մեկ մտածում եմ, որտեղից կանանց մեջ այդքան հեղուկ։ Ես կարոտում եմ։ Ես շատ կարոտում եմ հին Երևանը։ Այո։ Ու հին բոլոր հներով հանդերձ։ Երևի 70-ականներից մինչև մեր օրեր։ Ամեն օր այսօրվա Երևանը ինձ ստիպում է կարոտել երեկվանը, որովհետև պակասում են սիրելի մարդիկ, հեռանում են կյանքից կամ գնում են այլ երկիր։ Երբ ես գնում եմ երբեմն հյուրախաղերով այլ երկրներ, ես տեսնում եմ այնտեղ շատ երևանցիների ու փոխարենը ուրախանամ, որ նրանք այնտեղ են ու տաք ու ջերմ է միջավայրս, ես ավելի տխրում եմ։ Որովհետև դատարկվել է։ Որովհետև ես եմ աղքատանում այստեղ։ Իրենք էլ ուրախանում են, երբ ես հետ եմ գալիս ամեն անգամ, բայց չէ որ մենք իրարով ենք պահում քաղաքը։ Կյանքը եւ պետք է շարունակել։ Քաղցր է, մի քիչ աղի, անուշաբույր, երբեմն դառնահամի վերջաբանով։ Երբեմն, բայց դա կյանքն է։ Հա, ու դրա մեջ է նրա ամբողջ մայքը։ Ու կյանքը տանջանք չի, ես անընդհատ ուզում եմ հասկանալ ինչու է մեր ազգի կոդի մեջ պարտադիր ու միայն տանջանքը։ Որ պետք է տառապել։ Ախր նայր, անգամ սովորական կենցաղային հարցերում, երբ որ ես նայում եմ մեր մայրերին, հիմա մայրերին եմ էլ ուզում դիտարկել, տանջվելով են անում, երեխային տանջում, ամեն ինչ։ Իհարկե տանջանք է, իհարկե շատ ծանր աշխատանք է, իհարկե, բայց դրա մեջ կա նաև process-ի հաճույքը։ Ու էական չէ ինչպիսին է արդյունքը, վերջ այդ արդյունքի պատասխանատուն միայն մենք չենք, դուք չեք։ Այդ մարդը ունի իր առանձին կյանքը, իր ընտրությունների շարքը, ի վերջո հայ ժողովուրդը այդ մեծ տարբեր անհատներից բաղկացած մի մարմին է, չէ՞, ինչպես չեն կարող մի բառով ասել հայ ժողովուրդ ու մեղադրել կամ արդարացնել։ Նույն կերպ չեն կարող անհատին
վերագրել մեր դաստիարակությունը միայն։ Նա ձևավորվում է աշխարհի մեջ եւ իր ընտրություններն են նրան դարձնում այսպեսին կամ այնպեսին, ոչ թե ձեր որոշումը նրա փոխարեն։ Այդպես եմ կարծում, որ պետք է տանջանքի պահը մենք փոխենք եւ փոխվենք երջանկության մեջ, ոչ թե տանջանքի։ Քրիստոնեությունը չի ենթադրում տառապանք։ Քրիստոնեությունը ենթադրում է համերաշխություն ինքդ քեզ հետ։ Իսկ այդ համերաշխության մեջ դու երջանիկ ես։ Ես այդպես եմ տեսնում։ Ես ամաչել եմ։ Ես մի օր Instagram-ով ահա որ խայտարակ լարված լացակումած կիսագոռոցով story էի անում, փորձելով պաշտպանել ինձ ծանոթ ու անծանոթ հետևորդներին տարբեր փոխկորզողներից, որոնք որ իրենց տվյալները կորզում էին, ու այդ ամեն ինչը տեղի էր ունենում պատերազմի այդ օրերին, որովհետև մարդկանց օգտվելով այդ վիճակից հոգեբանական վիճակը տկարացած եւ այլն, ես գոռալով կիսալացակումած Instagram-ով այդ story-ները արեցի ու ներբեռնեցի, հետո անցավ ընդամենը մի 5 րոպե, ես նայեցի, իհարկե չեմ ջնջել, ու ես ամաչեցի ինձնից, որ այդքան հուսահատորեն ուզում էի փրկել մարդկանց, որոնք մտածված գնում էին կործանման։ Մի հարց կա, որը շատերի համար փրկության օղակ է, ինձ անհրաժեշտ է, պետք է թվեր ավելացնել, ցանկացած քանակի, գումար։ Գումարի մասին։ Այո։ Եթե ես կարողանայի այդ հարցին պատասխանել, ես հիմա կունենայի բոլոր բիզնեսները, որոնք կառաջացնեն այդ գումարը։ Որտեղ հենց ես ձևակերպում եմ ինչ եմ ուզում, ես դա արագ ստանում եմ աշխատանքով։ Ինձ անհրաժեշտ է այնքան թվով գումար, որը կօգներ ինձ լուծել Հայաստանի Հանրապետության մշակութային ու քաղաքական լոբբինգի բոլոր հարցերը ամբողջ աշխարհում։ Թող դա լիներ նավթային քաղաքականություն գիծ 2։ Այդքան գումար, չգիտեմ այդ ինչ է, միլիարդ, ծիծիլիոն, տրիլիոն։ Մենք մասնագետներ ունենք, իրենք կհաշվեն։ Հա, ես այդքան գումար կուզեի ունենալ։ Հա, շատ։ Որտեւ իմ անձի համար ինձ ինչ պետք է, ես աշխատում եմ։ Ու հետաքրքիր է, որ մի օր մտածում էի, ասում եմ, ինչքան է ինձ ամսական պետք, որ ես ապրեմ իմ ուզած կյանքով։ Ու ես հասկացա, որ չունեմ այդ պատասխանը։ Որովհետև հենց ես ուզում եմ ավել մի բան անել, ես աշխատում եմ այդ գումարը։ Ես 20 տարի հետո։ Վայ, այդ ինչ լավ հարց է։ Ես 20 տարի հետո, ասեմ, ցանկալի է այս դեմքով։ Գոնե։ Իմ երիտասարդ ամուսնու եւ իմ 2 զույգ երեխաների հետ միասին ծովափնյա իմ տանը։ 2 զույգ։ Զույգ երեխաներ, տղա ու աղջիկ։ Այո, այո։ Չէ, զույգ, լավ կլիներ։ Չէ, զույգ։ Դու է։ Եվ երիտասարդ ամուսնուս հետ միասին։ Ինձնից մի քիչ փոքր։ Ով է ձեր հարևանը։ Հենց հիմա։ Այո։ Շատ հետաքրքիր մի աղջիկ է իմ հարևանուհին, որը մի օր տանը վարպետներ էին գործարել իմ ու քար պիտի կտրտեն, իսկ քարի փոշին բոլորս գիտենք ինչ է։ Այս ձայնը չեմ ասում։ Սակոցող։ Նայ, քանի որ ես եմ բոլորի վերանորոգումներին դիմանում ու դրա մասին գիտեն բոլորը։ Դրա համար 1.5 ժամվա դրոց է ոչինչ, բայց նոր հարևանուհի էր, շատ լավ աղջիկ էր, ես չէի ճանաչում եւ ամբողջ ցերեկ այդ վարպետները միջանցքում, դրսի միջանցքում աշխատեցին, կտրտեցին այդ քարը մի խայտարակ փոշի, մի ահավոր մի բան ու ավարտել են մոտավորապես գնացել են իմ տնից գիշերը 12-ին։ Հիմա ժամը 12-ին ես ով փոշեկուլ չեմ միացնի միջանցքում, չէ։ Գնացի ավելով ինչը հնարավոր էր այդ փոշու հավաքեցի, այն մտքով որ առավոտյան արթնանամ, նորմալ փոշեկուլով մաքրեմ։ Ես առավոտյան արթնանում եմ փոշեկուլի ձայնից ու տեսնում եմ, որ իմ հարևանուհին ամբողջ միջանցքը մաքրել է։ Հրաշալի։ Ահա որ սիրուն ժեստ էր դա, ես շատ շնորհակալ եղա նրան, ծանոթացանք, ու այդպես հեռակա։ Հետո անցավ ժամանակ, օրինակ նա չգիտի սրա մասին, իր դրան մոտ աղբի տոպրակներ կային, ու ես օրինակ խնդրեցի իմ ընկերները այդ աղբի տոպրակները հետները իջեցրեցի, ներքև թափեցին, ժեստ արեցի, մանավանդ որ աստղային հյուրեր էին, բայց ոչինչ։ Մյուս հարևանուհիս իմ անմիջապես կողքն է, շատ հաճելի կին է,
որ մի օր գիշերը 3-ին ուշ քնող են իրենք, գիշերը 3-ին, երբ որ իր խոհանոցի ջուրը բացում է մոտավորապես իմ գլխի մեջ, որովհետև իմ ննջարանն ու իր խոհանոցը իրար կպած են, ու ես լսում եմ ամեն ինչ։ Ով է ձևափոխել պրոյեկտը։ Ոչ ոք, ուղղակի ես նորակառույց շենքերում մի քիչ անտրամաբանական բարակություն կա ու ամեն ինչ լսում եմ, ամեն ինչ։ Եվ ես ուղղակի նոր էին տեղափոխվել, երկրորդ օրը պատահաբար հանդիպեցի, թե գիշերը գնացի, դուռը ծեծեցի, խնդրեցի, ասեցի, ես խնդրում եմ, ձեր ջուրը բացում եք իմ գլխի մեջ։ Նայեց, հասկացավ, այդ մեր առաջին ծանոթություններ ու հիանալի կին է, ու ես հենց հիմա շատ շնորհակալ եմ իմ այդ երկու հարևանների համար, որոնք որ համակեցության կանոններով իրար նկատմամբ շատ ջերմ են։ Շնորհակալություն։ Մեր ընծաների պահն է, մեր գործընկերը, կարած գինիները, կարած ռեզերվ, սա շատ բացառիկ գինի է, խնդրեմ հարևանների եւ ընկերների հետ շփման սկիզբ։ Հա, ընկերներին կհասնի, հարևաններին դժվար։ Արագ կխմենք։ Եվ մեր գլխավոր հովանավոր Կոնվերսբանկը եւ արտիստ Տիգրան Համալբաշյանը հատուկ այսօրվա համար, հատուկ Նազենի Հովանեսյանի համար, սա հատուկ արված կոլաժ է։ Ես Տիգրանի մեծ սիրահարն եմ, նրա արվեստի կոնկրետ, ու ընդհանրապես նա իհարկե Համալբաշյանների ամենավառ ու լավ ներկայացուցիչներից է, շատ շնորհակալ եմ, առու լավ։ Եվ այստեղ շատ նյուանսներ կա, որը դեռ երկար նայելու ու ծիծաղալու եւ զվարճանալու պահեր կպատճառի։ Ես ուզում եմ հասկանալ, արանքում կան օրինակ տարբեր կանայք, որոնք ես չեմ։ Այդ էի նայում, որովհետեւ տարբեր մերկության կանայք նկատի ունեի։ Դե լավ է դուք չեք։ Չէ, վստահ։ Անհավանական սիրուն ու ինչ հետաքրքիր է տեսել թագը գլխից ու կանաչ քարով։ Ես շատ եմ սիրում կանաչ քար։ Սա ուսումնասիրված է, շատ երկար է տևել այս։ Նայիր, լաստերը իմ ամենասիրելի ատրիբուտն է, գիտես, չէ, ափին։ Մարդիկ ինչ որ մեծ գլխարկներ են տանում եսի ինչ, ես լաստերն ու իմ Kindle-ը։ Ինչ ընտիր, ինչ լուրջ ճանաչողությամբ վենետիկյան դիմակները, որովհետև ես ունեմ հավաքածու այդ դիմակների, շատ գեղեցիկ, այս գիպյուրային նուրբ ժանյակները, ինչ հետաքրքիր։ Ահա, այսպես, շնորհակալություն։ Կոնվերսբանկն առաջարկում է պրեմիում դասի քարտեր, հաշվարկային եւ կուտակային հաշիվներ, պաուստներից օգտվելու զեղչեր, ճամփորդական ապահովագրություն, միջազգային օդանավականների fast track, launch key-ից օգտվելու հնարավորություն։